մարդու լեզուն չի պտտվում ասել, որ վեհափառ Հայրապետի դատն է, այսինչ օրը։ Դա աշխարհում առաջին քրիստոնյա պետության համար մեծ ամոթ է։ Եվ օտար պետությունների, օտար ժողովուրդների առջև մենք ամոթով ենք այսօր կանգնում։ Եվ իհարկե սրա մեղավորները կան, իրենց ոչ ճիշտ պահվածքով, իրենց ոչ քրիստոնեական պահվածքով, հակառակ որոնց վեհափառ Հայրապետը իր հայրական պարկեշտ մեծ կերպարն է ցույց տալիս եւ որի օրինակին մենք ցանկանում ենք եւ հետեւում ենք։ Ընդհանրապես ողջ քրիստոնեական պատմության ընթացքում, երբ որ հալածանքները բազմացել են, հակառակ արդյունքն են ունեցել։ Ոչ թե եկեղեցուց կամ հավատքից մարդիկ հեռացել են, այլ ավելի ամրացել են եւ ավելի մոտեցել են եկեղեցուն եւ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Այս ժամանակաշրջանն էլ բացառություն չէ, որովհետեւ այս հալածանքների, այս սխալ մոտեցումների հետևանքով ժողովուրդը ոչ թե հեռանում է եկեղեցուց, այլ ընդհակառակը ավելի արժևորում իր սրբությունը եւ դրա պարզ ու վառ օրինակն է, որ եկեղեցիներում ավելի շատ են հավատավորներ, ովքեր պատարագի են մասնակցում սրտով, մտածելով եւ գիտակցությամբ մոտենալով Սուրբ Հաղորդության։ Այնպես որ այս քայլեր անողները թող չհուսան, որ ժողովուրդը եկեղեցուց այն է Քրիստոսի մարմնից պիտի հեռանա։ Ընդհակառակը եկեղեցին էլ ավելի զորանալու։